Կրկին ողջույն սիրելի հայրենակիցներ, տեխնիկական թերություններով պայմանավորված ընդհատվեց ուղի եթերը, բայց վերադառնամ եւ նորից սկսեմ սկզբից։ Այսօր ինչպես խոստացել էի, այսօր եւս ելնելով այդ իմ խոստումից օրվա ավարտին քննարկենք քաղաքական կարևորագույն իրադարձությունները, հայտարարությունները, որոնք տեղի են ունեցել օրվա ընթացքում։ Այսօր էլ բավական հագեցած օր էր, չնայած այն հանգամանքին, որ ինչ որ մեկը հասցրել էր Նիկոլ Փաշինյանին իր դեղերը տալ ժամանակին եւ լուրջ այդպես խնդիրներ չառաջացան, չնայած մի դրվագում Սպիտակ քաղաքում ակնհայտորեն երևաց Փաշինյանի իրական դեմքը, որը հնարավորինս փորձում են թաքցնել, բայց ժամանակ առ ժամանակ դա շատ հանգիստ բացվում է ժողովրդի առաջ։ Խոսքը զոհված, ես այդ դեպքում էլ զոհված կասեմ, որտեղ ծառայության ընթացքում եղել Ազատի զինվորական կացարանում այրված, այս իշխանությունների բացի թողի աշխատանքի հետևանքով այրված 15 զինծառայողներից մեկի պապիկի հետ բանի մասին է, միջադեպի մասին է, ինչը անթույլատրելի է։ Ես ձեզ անկեղծ ասեմ, դա շատ անբարո, չգիտեմ, ձևակերպումներ գիտեք, չգիտեմ ինչ ոնց օգտագործեմ, դուք կարող եք մեկտաբանություններում գրել, ովքեր ծանոթացել են, թե ինչպես կարելի է բնութագրել Նիկոլ Փաշինյանի այդ վարքագիծը։ Դրան դեռ առանձին խոսենք, բայց գլխավոր թեման այն է, որ Նիկոլ Փաշինյանը, որպես հայտնի մանկուրտ, ժամանակին Ռոբերտ Քոչարյանի երկրորդ նախագահի ձևակերպումը օգտագործեց Փաշինյանի եւ ԿՊ-ի մասին խոսելիս, որպես մանկուրտ, որպես թրքահպատակ, որպես թուրքերին ծառայող, անում է հայտարարություններ, որոնք լիուլի սպասարկում են Ադրբեջանի պետական շահը։ Միջև կոնկրետ հայտարարությանը անդրադառնալ, ես խնդրեմ սիրելի ընկերներ, անպայման տարածեք այս լայվը, որովհետև մեկ անգամ չխոսել ենք իշխանությունների հետ ըստ էության թուրքերին ծառայող իշխանությունների հետ ըստ էության գտնում ենք դեկատվական պատերազմի մեջ, եւ այդ պատերազմում շատ կարեւոր է ձեր օգնությունը, որովհետև մենք չունենք այն հնարավորությունները, որը ունի իշխանությունը նստած լինելով պետական միջոցների վրա։ Ուրեմն ես նաև մեկնաբանությունների բաժնում կիսվեցի Փաշինյանի այդ հայտարարությամբ, դուք էլ ինքներդ կարող եք ծանոթանալ առավոտ օրաթերթից, ինքներդ կարող եք ծանոթանալ եւ նաև միասին արդեն գալիս են քննարկման, Ուրեմն ինչ է ասում Փաշինյանը։ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ այսօրվա Հայաստանի տարածքում 1045 թվից այս կողմ մինչև 1918 թվականը պետություն չի եղել ժողովուրդ, հայկական պետություն չի եղել։ Պատկերացնում եք, Բագրատունյաց թագավորության անկումից հետո այսօրվա մեր Հայաստանի տարածքում հայկական պետություն չի եղել։ Մոնղոլ թաթարներ են եղել են, գնացել են, գաղթել են, խառնվել են, մենք ենք գաղթել, ընդհանրապես ոչ մի պետություն, եւ այլն, բայց այս տարածքում եղել է պետություններ, այս տարածքում երբեք չի եղել, որ ընդհանրապես ոչ մի պետություն գոյություն չունենա։ Այստեղ եղել են պետություններ, բայց ոչ հայկական պետություններ։ 1000 տարի դուք պատկերացնում եք դա ինչ է։ Հետո վրա է բերում Նիկոլ Փաշինյանը, դες ոնց որ քչություն էր անում այս հայտարարությունը, ասում է Հայաստանում հիմա 90% հայ է, նախկինում երբեք 90% հայություն չի եղել ներկայիս Հայաստանի տարածքում։ Ինչու է սա ամենաուղիղ կերպով ադրբեջանական շահերի սպասարկում։ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ միջազգային հանրությանը, աշխարհի տարբեր պետություններին փորձում է համոզել, որ հայկական պետություն գոյություն չի ունեցել։ Ալիևի պաշտոնական կայքից եմ ընթերցում, հիմա դա էլ կդնեմ 2013 թվականի հայտարարությունը, ասում են ռուսական օկուպացիայից հետո հայերը վերաբնակեցվել են ադրբեջանական հողեր Իրանից եւ այլ վայրերից։ Սա պատմական փաստ է, ասել է Ալիևը։ Եվ բազմաթիվ անգամներ է ասել, ուղղակի այս մի անգամը կդնեմ, որ ովքեր ուզում են կարող են ծանոթանալ այդ ամեն ինչին։ Այսինքն մենք հասել ենք մի վիճակի, որտեղ Հայաստանի իշխանության ղեկին գտնվողը շարժվում է, առաջ է տանում այն նարատիվները, որը առաջ էր տանում տասնամյակներ շարունակ Իլհամ Ալիևը։ Ալիևի հանգամանքը հասկանալի է մեզ։ Մարդը Ադրբեջանի շահերն է առաջ տանում, Ադրբեջան պետության ղեկավարն է,
լավ թե վատ, ժողովրդավար կամ ոչ ժողովրդավար, իրավունքներ հարգող կամ չհարգող, այդ պետության ղեկավարն է։ Եվ ինքը առաջնորդվում է այդ պետության շահերով։ Այդ պետության շահերով։ Անընդունելի է իր վարքագիծը պատմական տեսանկյունից, արդարության տեսանկյունից, իրավական տեսանկյունից, բայց մարդը շահեր ունի, հիմա հեքիաթ են հորինել, փորձում են այդ հեքիաթով ինչ որ խնդիրներ լուծել։ Հիմա բայց անհասկանալի է մանկուրտ Նիկոլ Փաշինյանի այս վարքագիծը հայտարարել, որ այստեղ 1000 տարի հայերը մեծամասնություն չեն եղել, այն է ինչ պետք է Իլհամ Ալիևին։ Այն է ինչ պետք է Իլհամ Ալիևին։ Իրենք տասնամյակներ շարունակ փորձում էին համոզել մարդկանց, որ այստեղ ռուսներն են բերել հայերին բնակեցրել, հայերը այստեղ մեծամասնություն չեն եղել եւ այսպես շարունակ։ Հիմա այդ նույն նարատիվները առաջ է տանում Նիկոլ Փաշինյանը, ոչ բարով Հայաստանի իշխանության ղեկին գտնվողը։ Ոչ բարով։ Սա արդեն փոխում է իրավիճակը։ Գիտեք, պատմական փաստեր կան, որ չի կարելի հերքել, այսինքն դրա մասին բոլորը գիտեն։ Այո, օրինակ ինչ որ ընթացք եղել է, որ բռնի կերպով հայերին տեղահանել են, տարել են իրանական տարածք։ Հետո եղել է իրադարձություն, որ ռուսները աջակցել են, ռուսների ու հայերի շահերը համընկել են եւ ռուսները աջակցել են, որ հայերը վերադառնան իրենց պատմական հողեր, բայց այնպես չի եղել, որ 1000 տարի այստեղ հայերը մեծամասնություն չլինեն։ Ինչ որ ընթացք եղել է, որ հայերի մի տոկոսը նվազել է։ Բայց խոսքը 1000 տարվա մասին չէ եւ խոսքը մեծամասնություն չլինելու մասին չէ։ Բայց Նիկոլ Փաշինյանը ասում է, որ հայերը այստեղ մեծամասնություն չեն եղել։ Ու ասում է դա 1000 տարվա մասին։ Այսինքն եթե մի ժողովուրդ 1000 տարի մի տարածքում չի ապրել, մի այլ ժողովուրդ է 1000 տարի տարածքում ապրել, այդ ժողովուրդը իրավունք ունի պնդելու, որ դա երևի թե իր պատմական հողն է։ Այս օրակարգն է սպասարկում Նիկոլ Փաշինյանը։ Երբ մենք ասում ենք, որ սրանք բացում են Օվերտոնի պատուհաններ եւ ասում են, առաջ են բերում թեմաներ, որը հետո լրջագույն խնդիրներ է ստեղծելու Հայաստանի համար եւ բերելու է մի իրավիճակի, որ ադրբեջանցիներին Նիկոլ Փաշինյանի մնալու պարագայում կարմիր գորգերով են դիմավորելու, մարդիկ ասում են չափազանցնում եք։ Ինչ է ասում այս մանկուրտը։ Մանկուրտը հիշեցնեմ, որ հիշողություն չունեցող մարդու մասին է, որը ոչ նախնիներ ունի, ոչ հիշում է ովքեր են իր հայրերը, նախնիները, մի խոսքով ոչ հիշողություն ունի, ոչ էմոցիա ունի, ոչ, այսինքն դասական ԿՊ վերնախավի ներկայացուցիչ։ Ուրեմն այս մանկուրտները, այսօր այս թեման բացելով, թե ով էր իրեն խնդրել այս թեման բացել, չգիտեմ, ես վստահ եմ Ալիևը։ Այս թեման բացելով, ասում է ուրեմն հիմնավորում է իբրև թե ինչու իրենք չեն խոսում արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ Ասում է, եթե մենք խոսենք Արցախ հայերի վերադառնալու մասին, իրենք էլ կուզեն վերադառնալ այստեղ։ Այստեղ երկու հանգամանք կա։ Նախ, եթե դու հրաժարվում ես արցախցիների վերադարձի իրավունքից, դա ավտոմատ չի ջրում ադրբեջանցիների նպատակները։ Ադրբեջանն ասել է, որ հրաժարվում է ադրբեջանցիների վերադարձից։ Ոչ, չի ասել, ավելին հակառակն է արել, ես շաբաթներ առաջ առանձին եթեր դրա մասին ունեցել եմ, Ալիևը վերջին անգամ ամենաբարձր մակարդակով նախորդ տարվա ավարտին դեկտեմբերի 5-ին հատուկ ուղերձ է հղել Արևմտյան Ադրբեջանի ճակերտներում այդ ամեն ինչը ընդունեք, համայնքի միջազգային կոնֆերանսում ուղերձով դիմել էր այդ այսպես կոչված համայնքի ներկայացուցիչներին եւ խոսել վերադարձի իրավունքից դեկտեմբերի 5-ին։ Ամենը մի քանի ամիս առաջ, իսկ մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանում տեղի ունեցել միջազգային այսպես կոչված գիտաժողով, որին մասնակցել են համաժողով, որին մասնակցել են Վրաստանի խորհրդանի падգամավոր, Թուրքիայի խորհրդանի падգամավոր, Ադրբեջանի խորհրդանի падգամավորներ, Միացյալ Նահանգներից նախկին զինվորական եւ եվրոպական երկրներից շուտ գիտնականներ եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչ։ Եվ խոսել էին այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան իրենց վերադարձի իրավունքի մասին։ Այսինքն այս հրաժարումը, որը Նիկոլ Փաշինյանը անում է իբրև թե որ ադրբեջանցիներն էլ այստեղ չգան այդ թեման մոռանան,
չի աշխատում։ Իրենք ոչ թե մանկուրտ չեն, իրենք իրենց հորինած պատմությանը հավատում են։ Դուք եք մանկուրտ կամ ձևանում եք մանկուրտ, իսկ իրականում դավաճաններ եք։ Ինչու եմ սա ասում, որովհետև Ադրբեջանը իր օրակարգերը, իր քաղաքականությունը, իր առաջնահերթությունները չի փոխելու Փաշինյանի այստեղ ինչ որ կայացած որոշումները։ Եվ դա երևաց նաև Արցախի շուրջ տեղի ունեցածով 2022 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, դրանից հետո փակվեց Լաչինի միջանցքը։ Հայաստանի իշխանությունների այս մանկուրտների արձագանքը սա էր. մենք չենք խոսում Լաչինի միջանցքից, չենք պահանջում Լաչինի միջանցքի բացում, որպիսի ադրբեջանցիներն էլ չուզեն կամ իրավունք չունենան պահանջելու նոյեմբերի 9-րդ կետը, որով իրենք պիտի ճանապարհ ստանային Արցախի օկուպացված տարածքներից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան։ Երկար ժամանակ սա համոզել էին, ասում են հանուն ինքնիշխանության, մենք իրավունք չունենք Սյունիքից տարածք ճանապարհ տալու Ադրբեջանին, մենք չենք կարող 3 միլիոնին զոհել հանուն 120,000 արցախահայերի։ Այս ամեն ինչը նարատիվներ դուք լսել եք, այս պատումները լսել եք, այս թեզերը վստահաբար շատերը լսել եք քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչների բերանից։ Ինչ եղավ, Արցախը հանձնեցին, Արցախը հայաթափեցին, վերջում Տրամպի ուղի անվան տակ ճանապարհը տվեցին ադրբեջանցիներին, որովհետև ադրբեջանցիները չհրաժարվեցին իրենց իրավունքից։ Այսինքն ստորագրել ես նոյեմբերի 9-րդ այդ ճանապարհը պիտի տաս։ Հիմա դու Տրամպի ուղի կոչես, Նիկոլ Փաշինյանի նրբանց կոչես, թե Արարատ Միրզոյանի լայն ուղի, թե Ալեն Սիմոնյանի փակ ուղի, դա ոչ մի նշանակություն չունի, ճանապարհը մենք պետք է ստանանք ու Ալիևը ասել է այդ իբրև թե պայմանավորվածություններ ձեռք բերելուց առաջ Ալիևը ասել էր, որ այդ ճանապարհը ինչպես կուզեն თუ Հայաստանի իշխանությունները կոչեն, բայց այդ ճանապարհը պիտի տան։ Հիմա նույն իրավիճակը էստեղ դու հրաժարվում ես արցախահայերի վերադարձի իրավունքից, բայց միևնույն ժամանակ չես մոռանում պատմական կեղծ փաստերի վրա հենվելով արցախահայերի բնիկությունը հավասարեցնել այստեղ բնակվող ադրբեջանցիների կարգավիճակ կամ ադրբեջանցիների այստեղ նախկինում բնակված ադրբեջանցիների կարգավիճակը հավասարեցնել Արցախում հազարամյակներով բնիկ ապրող հայերի կարգավիճակին, ստեղծել բնիկության միֆ, որ ադրբեջանցիները այստեղ բնիկ են եղել մի 1000 տարի էլ մեծամասնություն են եղել իրենց բնման եւ համոզել նրան, որ մենք հրաժարվում ենք Արցախ վերադառնալու իրավունքից, փոխարենը ադրբեջանցիները կհրաժարվեն, բնիկ ադրբեջանցիները կհրաժարվեն այստեղ գալու իրավունքից։ Ով ասեց, որ հրաժարվել են։ Ես արդեն ապացուցեցի, որ չեն հրաժարվում։ Մարդիկ ընդհանրապես վերջին 2 շաբաթ առաջ միջոցառում են արել։ Ինել միջազգային մակարդակի միջոցառում։ Ալիևը ամիսներ ընդհանրապես դեկտեմբերի 5-ին է վերջի անգամ այս առիթով խոսել։ Այդ ձեր ասած փառապանց օգոստոսի 8-ի փաստաթուղթը ստորագրելուց հետո չի փոխվել իրենց մոտ ոչ մի բան։ Ուրեմն ինչ է նշանակում։ Ուրեմն նշանակում է, որ մանկուրտ Փաշինյանը սպասարկում է այդ օրակարգը։ Եվ սրա համար էս Օվերտոնի պատուանը բացում էս թեման առաջ տանում, սիրելի հայրենակիցներ։ Սրա մասին լավ իմացեք եւ այս մտահոգությունների մասին փոխանցեք նաեւ ձեր մտերիմներին, ծանոթներին, ովքեր չեն հավատում եւ ովքեր կարծում են, թե Նիկոլ Փաշինյան հայկական շահ է սպասարկում։ Ներողություն։ Առաջարկում եմ անպայման բաժանորդագրվել, ներողություն, կիսել այս տեսանյութը, որովհետև կրկնվեմ, մենք հնարավորություն չունենք, իշխանական հնարավորությունները չունենք եւ այդ մեդիա հասանելիությունը չկա, որ ունեն իշխանությունները, իհարկե հնարավորության դեպքում կլինենք հանրայինում, այլ եթերներում անպայման սրա մասին կխոսենք, բայց այս բանին շատ կխնդրեմ բոլոր նրանց, ովքեր լսում են եւ հասկանում են այս թեմայի կարևորությունը, իրենց էջերում կիսվեն այս քննարկմամբ։ Ուրեմն հաջորդ թեման, որը այսօր տեղի ունեցավ, այս Ազատ գյուղի զինվորական կացարանում այրված զինվորի պապիկը մոտեցավ Փաշինյանին, դա սպիտակի բնակիչ էր ամենայն հավանականությամբ կամ առնվազն հարակից գյուղի։ Մարդը Նիկոլ Փաշինյանին տեսնելու հնարավորություն չի ունեցել, իրենց երեխաների
այրվելու հանգամանքը, փաստերը կոծկվում են, տարբեր բաներ են շրջանառվում, եւ երբ Նիկոլ Փաշինյանը իր խոսքով հասավ բանակի թեմային, այս մարդը վրթովմունք ուներ Փաշինյանից եւ սկսեց բարձր խոսել, որովհետեւ Փաշինյանը հեռվում էր կանգնել։ Ինչ լիներ Փաշինյանի արձագանքը, որ լավ լիներ։ Խնդրեմ, ովքեր լսել են մեկնաբանություններում գրեն կամ ովքեր ենթադրում են, ինչպես կարձագանքեր զոհված տղայի պապիկին բանակում մոխիր դարձած Նիկոլ Փաշինյանի բանակում մոխիր դարձած զինվորի պապիկին Նիկոլ Փաշինյանը ոնց պիտի արձագանքեր ձեր կարծիքով։ Չգիտեմ ով ասեց, բայց ճիշտ ասեց, այո, ամբարո մանկուրտի պես։ Ուրեմն Փաշինյանը դիմում է այդ պապիկին, ցավալի տեսարան էր, ես հիմա նաև այդ տեսանյութը կդնեմ, ներողություն, մինչև ես տեսանյութը գտնեմ ու դնեմ, առաջարկում ձեզ կիսվել այս ուղի եթերով, սիրելի ընկերներ, ելի եմ կրկնվում, մենք այլ այդպես սուպեր հնարավորություններ չունենք, այս տեղեկությունները հասցնելու մեր հանրությանը։ Դուք եք այդ հարթակը, դուք եք այդ հնարավորությունը մեզ տալիս։ Ուրեմն էլի մեր պոլիտիկից չեմ կիսվում, որպեսզի չասեն ինչ որ այլ անկյան տակ է նկարվել։ Ազատությունից եմ դնում, ահա։ Հիմա կդնեմ ազատությունից այդ այլանդակ տեսանյութը։ Ներողություն։ Հա։ Չգիտա կարծեք, թե չէ, հեսա կա, ահա, կտա։ Ուրեմն Փաշինյանը հայտարարում է, որ այս պապիկին վճարել է Սամվել Կարապետյանը։ Հասկանում եք։ Ասում է 200,000 դրամ Կարապետյան Սամվելը վճարել է, որ այս մարդը գա այստեղ պրովոկացիա անի։ Սա ուղղակի անմրցելի անբարոյականության, այսպես գագաթնակետն է։ Այն անբարոյականությունը, որ մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանից եւ քաղաքացիական պայմանագրի վերնախավից, ես կարծում եմ որևէ տեղ հնարավոր չի տեսնել։ Հասկանում եք, մարդը 18 տարեկան տղա է տվել ձեզ, դուք տարել եք բանակ, որովհետեւ որ չգար բանտարկելու եք, պատերազմից հետո ստեղծել եք այնպիսի վիճակ, որ մարդիկ ուր պատահել քնել են, կացարանը եղել է ինչ-որ մեկի տանը։ Կասկածելի հանգամանքներում այդ տղերքը մոխիր են դարձել 15 հոգի, մարդիկ դժգոհություն ունեն, ձեր նման սրիկաներին ուրիշ տեղ տեսնելու հնարավորություն չունեն, գնում եք իրենց բնակավայր, մարդիկ մոտենում են, որ այդ խնդրի մասին խոսեն։ Դուք ասում եք, որ Սամվել Կարապետյանը ձեզ 200,000 դրամ վճարել է, եւ դուք եկել այստեղ դժգոհում եք։ Ժողովրդական խոսք է, ամեն մեկը իր արշինով է չափում։ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ ինքը ամբողջ կյանքում վճարվել է ինչ որ բան ասելու կամ ինչ որ բան չասելու համար։ Ինչ որ բան ասելու համար վճարվել է, ինչ որ բան չասելու համար չի վճարվել։ Նիկոլ Փաշինյանը իր էությամբ ծախու է, ոտքի եղունգից բռնած միջև մազի ծայրը եւ կարծում եմ թե մարդիկ իրենց երեխաների մարմիններն էլ են վաճառում 200,000 դրամով, չգիտեմ ինքը ինչ գինա պատկերացնում։ Այս պայն 200,000 դրամ պատկերացրեց։ Եվ գիտեք, մի կողմ թողնենք Փաշինյանի անբարոյությունը, դա բան է, չէ, բոլորին հասկանալի։ Ինձ ցավ պատճառեց այդտեղ կանգնած մեր հայրենակիցների, քպականների մասին չեմ խոսում, շարքային քաղաքացիների անտարբերությունը էս մարդու ցավի նկատմամբ պատկերացնում եք։ Ինչ որ փսլնքոտ, սպապիկի բերանը փակում է ու մի կողմ են տանում, մի քանի օր։ Այդ շրջապատում գտնվող մարդկանց անտարբերությունը ինձ անկեղծ ցավ է պատճառում, որովհետև մենք մի օրի ենք, հա, ի վերջո մի պետության, մի հասարակության մեջ ենք ապրում։ Չեմ թիրախավորում այդ մարդկանց, ինձ ուղղակի ցավ է պատճառում, թե ոնց կարող են մարդիկ հանգիստ նայել, ինչպես են իշխանավոր փսլնքոտներ, ցավ ունեցող, վիշտ ունեցող, ողբերգություն ունեցող մարդու Այստեղ Քրիստինան գրում է չասելու համար էլ է վճարվել, այո, ես էլ ասացի, որ չասելու համար, ցավ ու վիշտ ունեցող մարդուն ոնց են մի կողմ տանում։
Ես չեմ հիշում որևէ իշխանություն, որի օրոք այսպիսի բաներ տեղի ունենան։ Վատ է եղել, լիք խնդիրներ են եղել, հանցագործություններ են եղել, բայց այս սա գիտեք, սա արդեն բարոյականության հարց է։ Ավելի շուտ անբարոյականության հարց է։ Եվ Փաշինյանը ըստ էության իր հետ մի հարթության մեջ է ներքաշում մեր հայրենակիցներին, որոնք վստահ եմ իրենց սրտով չեն այդ շատերի սրտով չեն այդ տեսածը։ Դա պատկերացնեք վաղ միսօր էլ Փաշինյան ձեր երեխաներին, ну, չնայած ես շատ մեծ հույս եւ համոզմունք ունեմ, որ Փաշինյան չի լինելու, որտեղ դրա բոլոր տվյալները կան։ Բայց այսօր էլ չէ, ձեր երեխաները այն ծառայում են այն բանակում, որի հրամանատարը ԿՊԱ-ական է, նախարարը ԿՊԱ-ական է, բայց այսօր վաղը մի խնդիր տեղ ունեն, Աստված մի արասցի։ Նույն ձև ձեզ է վերաբերվելու, մեզ բոլորիս է վերաբերվելու։ Խոսքով անթույլատրելի վարքագիծ, ուղղակի աբսուրդ։ Հաջորդ թեման, որի մասին կուզեմ խոսենք, զոհերի թվի մասին է։ Այս սրիկաները մեռան ասելով, թե բա եկեք ապացուցեք, որ 5000 զոհ է եղել։ Այդ տականքներ, այդ թիվը հրապարակեք, ոչ թե ուղղակի գրեք, որ այսքան զոհ է եղել, այլ ասում եք 3800 ինչ կան։ Այդ 3800-ի անունը անուն առ անուն մի ցուցակով հրապարակեք, որ ցանկացած մարդ կարողանա մտնի ստուդիա, հասկանա իր ծանոթը, հարազատը, ընկերը կա, իր անուն ազգանունը կա այդ ցուցակում, այս սրիկաներ, բայց ամբողջական ցուցակը հրապարակեք։ Ինչու չեք հրապարակում։ Այն օրը Քրիստինե Վարդանյանը շատ հետաքրքիր թվի մասին խոսեց, ուրեմն այդ 1000 դրամների հիմնադրամում, որտեղ զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցություն է տրում, 3200 զոհի անուն ազգանունն է նշված, իրենք հայտարարում են 3800 զոհի մասին։ 3700 ինչքան ներողություն թիվը սպային կոնկրետ չեմ հիշում։ Այսինքն 5-600 զոհի տվյալ անհամատեղություն կա իրենց հրապարակված թվի եւ հիմնադրամում հրապարակված անունների հետ։ Հասկանալի չէ, այդտեղ ինչ-որ բան կա։ Երկրորդ այդ զոհերը, որ ասում եք, մոռանում եք, որ մենք մոտ 5000 զոհ ենք ունեցել Արցախի վերջին Արցախի դեմ մղված վերջին ահաբեկչական գործողությունների ժամանակ 220-ը զոհվել են պատերազմական գործողությունների ժամանակ, իսկ 200-ից ավելին բենզինի պայթյունի ժամանակ։ Դա հետ հիշելու չի, դա չեք հիշում, որ ջերմուկի դեպքերի ժամանակ 220 զոհ ենք ունեցել։ 200-ից ավել անհետ կորածում ենք։ Մի քանի տասնյակ զոհեր ունենք 2021-22 թվականի դեպքերի ժամանակ։ Սյունիք, Գեղարքունիք, հիշվեք նոյեմբերին դեպքեր տեղի ունեցան, Սև լճի հատվածում դեպքեր տեղի ունեցան, Սոտքի հատվածում դեպքեր տեղի ունեցան։ Այստեղ մեր հայրենակից ասում են հուշամատյան պիտի համաձայն եմ, այդ բոլոր անունները պետք է լինեն անուն ազգանուն, ի վերջո, լավ, այդ մարդկանց անուն ազգանուններով տարել եք պատերազմ, չէ՞։ Ոնց անում որ զոհվելուց այդ մարդիկ անուն ազգանուն փաստորեն չունեն։ Ոնց։ Եվ ով է որոշել, որ այդ մարդիկ պիտի անուն ազգանուն չունենան, որ մենք իրենց անուն ազգանուններով չպիտի իմանանք։ Հիմա բնական է, չէ՞, եթե սրանք թաքցնելու բան չունեն։ Եթե վախենալու բան չունեն այդ թվի հետ կապված, ինչու չեն հրապարակում, ակնհայտ է որ վախենալու բան ունեն։ Եվ երբ որ թիվը չեք հրապարակում, գոնե այնքան անբարոյական մի եղեք, այս կամ այն քաղաքական գործին մի մեղադրեք, որ ասում է 5000 թիվը։ Ու մի հայտարարեք, բայց եկեք ապացուցեք, այդ տականքներ, որ չեք հրապարակել թիվը, ո՞նց ապացուցեն մարդիկ, որ այս կամ այն թիվն է։ Ու կարող 5000 չէ, ավելի շատ է։ Եվ այդ շատ ու քիչ լինելուց բան չի փոխվում, դուք մեկը նույն սրիկան եք մնալու, այսինքն որ եթե մենք վերջը թիվի իմացանք, որ 5000 է, ձեր տականք լինելը բանա փոխվելու է դրանից, չէ, ավելի տականք եք լինելու, չէ, նույն տականքներն եք մնալու։ Եթե իմանանք, ասենք 3300 է, ավելի պակաս տականք եք լինելու, մանկուրտ, սրիկա, համբալ, չէ, նույն չափ եք լինելու, որովհետև ձեր սրիկայությունը դրանից չի փոխվելու, չի ավելանալու, չի պակասելու։ Դուք այն եք ինչ կաք, ձեր դիմակները մի կողմ են նետված, ձեր նման մարդիկ
Եթե մարթել են, իրենց մասին ամեն բան հայտնի է։ Դրա ոչ մի բան չի փոխվելու ձեր կյանքում։ Բայց պարզվելու է իրականություն։ Այս սրանից եք դուք վախենում։ Իրականության պարզ լինելուց եք վախենում։ Հակառակ բaragայում որևէ խնդիր չէր լինի այդ թվերը անուն առ անուն այդ մարդկանց հրապարակել։ Անուն առ անուն։ Եվ հետո սրիկա տականքներ, թուրքի կոշիկ լիզողներ, էլի սրանք բաներ են, բնորոշումներ են, վիրավորանքներ չեն ԿՊ-ի վերնախավի մասին։ Երբ արցախցիներին ասում եք փախածներ, բալի մի հատ հրապարակեք պրոպորցիաներով, քանի արցախցի է զոհվել ու քանի հայաստանցի։ Թեպետ չպիտի այսպիսի տարանջատում անոր, բայց դուք հասցրել եք այդ բանին, հա։ Դուք կտեսնեք, որ 120,000, 150,000 արցախցիները համամասնության մեջ ավելի շատ զոհ են տվել։ Ձեր նման տականքները կարող են գնալ նրան էլ ասել, դե արցախցիները իրենց համար, իրենց հողերը պաշտպանելու համար են տվել այդ զոհերը։ Ես էլ կասեմ տականքներ, այդ զոհերը տվել են տասնամյակներով մեր հայրենակիցները, դրա համար ջերմուկում մարդիկ ապահով էին, իսկ այսօր ապահով չեն։ Դրա համար Արցախի սահմանին չեղավ, այդ միջադեպերը եկավ ջերմուկի սահմանին եղավ, ու մենք ջերմուկի սահմանին հարյուրավոր զոհեր տվեցինք։ Երբ որ արցախցիները այդ հողը պահում էին, ոչ միայն արցախցիները, Հայաստան-Արցախ հայությունը, ես էլ տարանջատում չանեմ, հա, չմտնեմ դրանց բանի մեջ։ Որ մենք բոլորովս Արցախի սահմանը պահում էինք, Գորիս-Կապան ճանապարհը հանձնված չէր Ադրբեջանին։ Եվ ադրբեջանցիները հեռու էին այդ ճանապարհից։ Կապանի օդանավակայանից շատ հեռու էին ադրբեջանցիները։ Որովհետև Արցախի պաշտպանությունը միայն Արցախի պաշտպանության մասին չէր, դա Հայաստանի պաշտպանության մասին էր առաջին հերթին։ Հիմա տեսնում եք Հայաստանը ինչ խոցելի վիճակում է հայտնվել։ Այս զոհերի մասին, որ քանի սրանք չեն հրապարակել թվեր, ով լսում է, որ ասում են դե զոհերն այսքան է, ով ասում է 5000 պիտի գաղապացի, պետք է թքել դրանց վրա, ասել գնացեք հրապարակեք անուն առ անուն, մենք էլ տեսնենք, ի վերջո ձեր ասածը ճիշտ է թե ոչ, եթե չեք հրապարակում, ուրեմն վախենալու բան ունի։ Ասում եմ բանը չենք հրապարակում, որովհետև ռազմապետական գաղտնիք, ի՞նչն է պետական գաղտնիք։ Ադրբեջանցիները մեզանից լավ գիտեն, մենք քանի զոհ ունենք, ումից է այդ պետական գաղտնիքը պահում, հայ ժողովրդից։ Բնական է։ Հա, այս Լոռու մարզում 2 օր առաջ մի իրադարձություն էլ տեղ ունեցավ, որ մի տեսակ շփոթի մեջ է հայտնվել, ուրեմն կարդացի մի հրապարակում, որտեղ Սուրիկ Պետրոսյանը, սպարապետ Սուրոն, հայտա այսպես իր նկարն էր եւ վերնագիր, որ եթե ճանապարհը չբացեք, մենք ձեզ տրորելով անցնելու ենք։ Մի անգամից այսպես անկեղծ վեր թռա, ասեցի, այս կարող է Սուրիկը որոշել է գնան ջերմուկով հետ բերեն, ջերմուկի հողերը։ Դրա երևի բան է, էլի, պատերազմից առաջ, ընտրություններից առաջ փորձում են հայրենասերներ ներկայանալ, վերջը պայմանավորվել են Ադրբեջան, որ գնում են տրորելով ջերմուկի օկուպացված հողերը ազատագրեն, բացեցի նյութը, հասկացա, որ Սուրիկը ուզում է հայերին, հայաստանցիներին տրորելով առաջ գնա, ինչ ջերմուկ, ինչ Ադրբեջան, ինչ օկուպացված տարածքներ, մարդը տաշիրն է ուզում բանը գրավի Հայաստանի քաղաքացիներին տրորելով։ Իրենց թշնամիները հայաստանցիներն են, հայերն են, Հայաստանի քաղաքացիներն են։ Դրա համար են իրենք ոստիկանությունը ուժեղացնում։ Իսկ բանակը այդքան լավ վիճակում չի։ Դրա համար են ոստիկանների աշխատավարձերը մի քանի 100,000-ի հասնում, իսկ բանակում մարդիկ անգամ սննդից են դժգոհում, իսկ երբ որ հասցնում են Փաշինյանի դեմ դրանից դժգոհել, ազատվում են աշխատանքից։ Սյունիքի այն դեպքը ձեզ օրինակ։ Գանք վերջին, ասում կարևոր թեմային, նախագահ Քոչարյանի առաջարկին, երեկ էլ էր մի հրաշալի առաջարկ արել երկրորդ նախագահ Քոչարյանը, որ այսուհետ վարչապետ դառնալու ցանկություն ունեցողները պիտի փսիխո ունենան, հասկանանք, գիժեն այդ մարդիկ թե չէ, որովհետև այդտեղ ճիշտ համեմատություններ արված, մեկին մեքենա եք տալի, վարորդական իրավունք եք տալիս,
մեքենա եք տալիս վարելու, պարտադիր գժի թուղթ, նու պիտի հավաստում ունենա, որը հոգեկան հիվանդ չի։ Բայց պետության ղեկը տալիս եք այդ որևէ մեկի ձեռքին, չգիտեք, այդ մարդը հոգեկան հիվանդ է, թե չէ, հետո պարզվում է այդ մարդը հոգեկան հիվանդ է։ Այսօր նախագահ Քոչարյանը խոսեց սուպեր վարչապետությունից, սա շատ կարևոր առաջարկ է, եւ կարծում եմ ցանկացած գիտակից քաղաքացի պիտի ողջունի այս առաջարկը, ինչու՞։ Որովհետեւ գիտեք, իշխանության ձգտող մարդը, որը ուզում է ոչ թե փոխել Հայաստանում իրավիճակ, ոչ թե լավացնել իրավիճակ, չի ուզենա այս համանadrությունը փոխվի, այս սուպեր վարչապետական համակարգը փոխվի, որովհետեւ գալու է ու բան իշխան դառնա, ցար դառնա, չգիտեմ, դատավոր ու դատախազ դառնա, այդ ամեն ինչը կենտրոնացած է վարչապետի ձեռքում, հա։ Երբ նախագահ Քոչարյանը սրա մասին խոսեց, ես շատ այսպես ողջևորվեցի, ինչու, որովհետև սա նշանակում է խորքում Հայաստան դաշինքը միակն է նախագահ Քոչարյանի գլխավորությամբ, որ չի ուզում գալ ու իշխանությունը ամբողջը կենտրոնացնել իր ձեռքում։ Մենք ուզում ենք փոփոխություններ, մենք ուզում ենք ազատվել այս սուպեր վարչապետական համակարգից։ Մենք չենք ուզում սուպեր վարչապետ ղեկավար ունենալ, թեկուզ եւ մեր թիմի ղեկավարը լինի, որովհետեւ մենք տեսնում ենք, որ դա չարիք է։ Եվ այս համակարգից պիտի ազատվել։ Ես կարծում եմ, հետևելով Ռոբերտ Քոչարյանի օրինակին, բոլոր առաջատար ընդդիմադիր ուժերը սրա մասին պիտի խոսեն։ Իրենք կողմ են այս սուպեր վարչապետական համակարգին, թե ոչ։ Որովհետև եթե չեն խոսում, ուրեմն իրենք ուզում են օգտագործել այս լիազորությունները, ուզում են նոր Նիկոլներ դառնալ։ Ես վստահ եմ, որ ընդդիմության շարքերում շատ չեն նոր Նիկոլներ դառնալ ցանկացողներ, ուստի պիտի արձագանք լինի, լրագրող գործընկերներն էլ պիտի սա առանցքային թեմա է, սիրելի հայրենակցներ, սա շատ կարևոր առանցքային թեմա է, որ քաղաքական թիմերը, առաջնորդները խոստանան, պատասխանատվություն ստանձնեն, որ իրենք հրաժարվելու են այս աղետաբեր համակարգից։ Հակառակ պարագայում մենք կարող ենք նույն իրավիճակ ունենալ ուրիշ անուն ազգանվան ներքո։ Դու կարող ես որևէ այս կամ այն մարդը Փաշինյանի չափ բարոյականության այդ խնդիրներ չունենա, բայց պետության համար ընդհանուր գլոբալ խնդիրները մնալու են։ Ուստի սա շատ կարևոր առաջարկ է, կրկնում եմ, եւ կարծում եմ այս առաջարկը պիտի քննարկել լրագրողները, պիտի այս ու սա բովանդակություն է արդեն, բովանդակություն, որի մասին պետք է խոսել։ Այս բովանդակության մասին պիտի հարցեր հնչեն, ոչ թե մեկը ՖՍԲ-ի իբր գործակալ է, մեկը չգիտեմ որտեղից է փող ստացել, այլ կոնկրետ հարցեր են, սիրելի հարգելի Սամվել Կարապետյան, Ուժեղ Հայաստան, դուք պատրաստվում եք հրաժարվել սուպեր վարչապետական համակարգից։ Հարգելի սիրելի, չգիտեմ, դրական լրիվ վերաբերմունք ով Գագիկ Ծառուկյան, դուք պատրաստվում եք հրաժարվել այս սուպեր վարչապետական աղետաբեր համակարգից իշխանության գալու կամ իշխանության մաս լինելու դեպքում։ Արման Թաթոյան, եթե դուք անցնեք խորհրդարան, պատրաստ եք աջակցել այս ծրագրին, որպեսզի ազատվենք սուպեր վարչապետական համակարգից։ Ու մնացածի արդեն այսպես շատ անուններ չեմ տա, որովհետև դուք հասկացելի եք մարդիկ կանցնեն թե ոչ, բայց լավ, թող բոլորին էլ տանես հարցը, որ ընդհանուր պատկեր ունենանք։ Ես լինեի այդ հարցերը կտայի եւ առիթ ունենամ այդ հարցերը անպայման կտամ, որովհետեւ այս համակարգից մենք պիտի ազատվենք։ Սա չարիք ծնող համակարգ է եւ կարող է մեզ նորից բերել ու գցել նույն փոսը, որովհետեւ այո, մարդը կարող է շատ դրական բաներով գալ, ցանկություններով գալ, բայց այս սուպեր վարչապետական համակարգը մարդուն հրեշ սարքի ու հիմա էլ այս հրեշից չկարողանանք ազատվել։ Այնպես որ սա կարծում քաղաքական դաշտում եզակի առողջ եւ տրամաբանական առաջարկ է, որին պիտի անպայման արձագանք լինի, որովհետեւ մենք հենց այսպիսի հարցերի շուրջ պիտի հասկանանք, որ ընդդիմադիր ուժերը ինչ նպատակով է փորձում հասնել իշխանության կամ իշխանության մաս կազմել։ Ուզում է գալ այդ Նիկոլի լիազորությունները վայելել, ապրել չաղ ու բախտավոր, թե ուզում է փոխել Հայաստանի կյանքը, հայաստանցիների կյանքը եւ ուզում է ուժեղացնել մեր պետությունը, ինստիտուտները, արդարության մոտեցում լինի, մի մարդու իշխանություն չլինի, մի մարդու բացարձակ իշխանություն չլինի, հա, եւ իրար փող զսպող համակարգեր լինեն։ Այսօր այսքանը, հարգելի ընկերներ, չմոռանաք անպայման կիսվել այս ուղի եթերով, լավ մնացեք, կհանդիպենք վաղը։